Ես 1000 չասեմ, դուք 100,000 ասեք, այդքան տարբերություն։ 100% մենք ինչ ենք հիմա հավաքել։ Որ մեզ ինչ որ մեկը չի դրտել, սա ինքնակազմակերպ։ Ինչ ա որ ցեղը շատ է հատասպտել, մի հատ այդպես լավ աշխատող են որտեղ ազգարության ձայնը լսելի չի էս այս ժողովրդի։ Մենք էլ ենք մարդ, մենք էլ մեր խոսքի իրավունքը ունենք։ Ինչի համար, որ այդպես չի ամեն մարդ իր կարծիքը հայտնի։ Ոնց ուզեն վերաբերվենք գյուղացիների հետ, չի կարելի, չէ, այս առաջվանը չի, մարդը ունի ազատ խոսքի իրավունք եւ մենք պահանջում ենք մեր խոսքը թող լսելի լինի, չգիտեմ, Տիգրան ինչա, Պողոսյանն ինչ որ նշանակումից հանել, դրել, թող գա այս գյուղացիների մոտ, Տիգրան Պողոսյանը, ես շարունակեմ ներողություն, Տիգրան Պողոսյանը որ գելիսիր չի կերել, նշանակի հանի, հրահանգա կատարել, հրահանգնա կատարել, միանշանակ, Տիգրան Պողոսյանը ով է, որ մարդ անի, մարդ հրահանգա կատարել, այդ մարդուն ես այդքան չեմ էլ մեղադրում, պարզապես երիտասարդ տղա է, թող մի հատ ճշտի իրավիճակը, չլինի հայտարարի բարեկամներն են։ Անպատասխանատու հայտարարություն մենք Տիգրան Պողոսյանը որ գա, այո, մենք պահանջում ենք որ ինքը գա, այո, որ մեր ձենը լսելի։ Մենք հիմա սպասում ենք իրան, թող ինքը գա, այդտեղ ներկայացվի ու մեր հարցերին պատասխան տա։ Տեսնեք այդ որ իրավունքով է ինքը ազատ է։ Ինչքան եք սպասնելու Տիգրան։ Մենք ամբողջ օրը մեջտեղ ենք լինելու, մինչև ինքը գա։ Բայց խի պիտի գնանք, ինքը թող գա բացատրի։ Խաղում ա որ։ Հա։ Մարզպետին է դիմում ես ոչ մի լուրջ բան չկա։ Չեմ հասկանում, մի րոպե որ ասում եք խի պիտի գա։ Բա ինքը ինչի համար է նշանակվել, որ մեր պահանջները բավարար են, մենք ղեկավար ինչի համար ենք ընտրում։ Ընտրում ենք որ մեր պահանջները բավարար են, ոչ թե իրանց պահանջները, իրանց ուզած ձևով շարժվեն։ Մենք ինչ ասեցինք, մենք դից հասկացանք ձեր ասածից։ Բա հենց մենակ աթոռի նստելու համար է գալիս, հա? Աթոռին նստում են նրա համար, որ ժողովրդի կարծիքը լսեն, հայտնեն, բարձրադիր։ Մի բան էլ ասեմ էլ չեմ մոտենակ, շարունակես։ Ուրեմն մենք հանդիպում ենք ունեցել մոտ տարի։ Ես եմ եղել ինքն եղել եւս 5 հոգի մարզպետի մոտ։ Մարզպետը խոսացին, բան արինք, նույնիսկ ասեց, որ Աշոտի մենք եւ նայել այդ իրավական հարցերը թող կարգավորվի, ելի կվերանշանակեն։ Կարգավորվել է իրավական հարցերը։ Կարգավորվել է ու խոստացավ, որ չի նշանակի, այդ խոստումը պահեց։ Բայց որ այդ հարցերը կարգավորվավ, անձամբ ես եմ զանգել մարզպետին, ասել եմ պարոն Սահակյան սերցին, բայց այստեղ բան չեմ ասել։ Նույնն էլ բանը, համայնքի ղեկավարը դառնում։ Միանգամից խոստումները դրժեցին, ավելի մեծ տրամադրեցին, այս ինչ որ կատարվում է, հիմնական պատճառը իրանք են, հիմնական մարզպետն ու համայնքի ղեկավարը, 5 հոգի մտել են, 70 տարեկան մարդ է, խոստացավ մեզ, որ ասես թող հարցերը համալսարան վարչագույն ավարտները նշանակեն, խերքով, մեզի ղեկավարը քուչից բռնում են բերում են ջուր ողջ ժամը մենք այս ակցիան իրականացնում ենք պահանջելու շրջանցված համայնքի ղեկավար որ իրավունքը որ մենք ենք իրան ընտրել ինչի համար ենք իրան ընտրել սակայն որ տեսնում ենք ինչպես միշտ գյուղացիների պահանջը անտեսված է այլևս չի տվել շատ անգամ այս անտեսումը եւ գյուղացիները այստեղ հավաքված չեն դադարեցնելու այս ակցիան մինչև վերջինս մենք իրան խոսքի չենք վստահում եւ ավարտի գալիս է իրաց պահանջը համարջանքային չանի այնքան մի րոպե ինչի համար մենք չենք վստահում որովհետեւ իրան խոսքը չի պահել իրականում միտում չունի որ այս ամբողջը այսպես մշտապես մնա ուրեմն պարտավորում մենք սպասենք եթե չներկայանա նշանակում է որ ինքը հասկացել է իր կողմից կատարված խախտումը այն որ արկա չէ այո ազատման հրաման եւ հենց իր չներկայանալու պատճառը դա է հանդիսանալու մենք ողջ օրը այսպես մնալու ենք հնարավոր է էլի ճանապարհը փակեն եւ ինչ շարք դեռ չգիտենք բայց այն մնալու ենք եւ ճանապարհը շարունակելու ենք փակենք դա միանշանակ
իսկ իր ներկայանալը բոլորիս համար կդառնի, որ վերջինս այո, անօրինական կերպով է նշանակել նոր համայնքի ղեկավարին, շեղի նախորդ Ազատ Մարտիրամանը, դրա այլն դրա համար էլ չի ներկանում, քանի որ ոստիկանական ուժեր են այստեղ նկատված, հայտարարում են բոլորի ճանապարհ փակել։ Ուրեմն մենք պահանջը ներկայացրել ենք եւ սպասում ենք։ Մենք հենց դա էլ ներկայացնելու ենք, որ եթե վերջինս ոստիկանները այստեղ են եւ մեծ ուժ են եկել, չեն թողնում ճանապարհը փակել։ Պիտի լինեն համաչափ, չեն կարող ոչ իրավաչափ ուժ կիրառել։ Մենք մեր ակցիան կաշխատենք հնարավորինս խաղաղ իրականացնել, ճանապարհ փակելը եւ այլը փոխհամաձայնությամբ կանենք, այնպես կանենք, որ որևէ իրավունք չխախտվի, բայց մեր իրավունքը նույնպես պահպանենք։ Ուրեմն նորից եմ կրկնում մեր խնդրանքը Հայաստանի Հանրապետության վարչապետին 15-20 րոպե մեզ ընդունում։ Դիմում եմ վարչապետի աշխատակազմին, այս 2 օրվա մեջ վաղը միսօրը կազմակերպի այդ հանդիպումը։ Մենք վարչապետից շատ ժամանակ չենք խլել։ Ընդամենը 15-20 րոպե մեր պահանջները ներկայացնենք, իրան էլ հասու լինի այս իրավիճակը, այս Բայց դուք նշում եք, որ նամակը նրա նամակը տվել են, բայց ուզում նամակը հիմա իր սեղանին է, իր սեղանին դրված Հենց անձամբ պիտի ձեռքն են տվել։ Ուրեմն արդեն տեղյակ եք։ Ուզում ենք թողն մեզ ընդունի։ 15 րոպե մեր վարչապետն է թող ընդունի։ Նկատի ունեմ, որ իհարկե թող ընդունի, բայց այս պահին նա տեղյակ է խնդրից եւ դեռ արձագանք չկա։ Դե շաբաթ կիրակյա դեմ եղել արձագանք։ Հա, երբ նամակը հասել նրան։ 3 կամ առաջ օրը։ Ուրբաթ։ 3 Այսինքն վերջերս եք նամակը։ Հա, այսօր կիրակյա։ Շաբաթ օրը։ Բոլոր դեպքերում հարգելի լրագրող։ Կրթվելը նորաձև։ Նամակը կա։ Հիմա իր մոտ է նամակը, դիտստահաբար ենք ասում, բայց ուզում ենք մի 3-4 հոգի ընդունել։ Վերջական է 9 ամիս այս բանը շարունակվում է 9 ամիս։ Կանանց հետ թողես խոսակցությունը հասնի։ Մեր շատ սիրելի վարչապետ պարոն Փաշինյան, մենք մինչև հիմա էլ պայքարում ենք ձեր համար, շատ մարդկանց հետ վիճում ենք, ինչի համար, որ դուք արդար եք եւ ձեր արդարությունը, ես ուզում եմ